Հարգելի բիզնեսի ներկայացուցիչներ, իսկ դուք տեղյակ եք հիմա ինչ քայլեր է կատարում Դուբայը բիզնեսին օգնելու համար։ Այն դեպքում, երբ ամիսներ դաշ օրեր առաջ հրթիռներ են երկնքում թռչում, բավականին ծանր իրավիճակ էր երկրում տիրում, երբ բոլորը սպասում էին Դուբայի անկմանը։ Դուբայը հայտարարեց, որ 1 միլիարդ դիրհամ բիզնեսի աջակցությամբ փաթ է սահմանել։ Ապրիլի 1-ից սկսված պետական վճարների մի մասը կարելի է 3 ամիս չվճարել։ Իսկ հյուրանոցները ամբողջովին ազատվում են հարկերից։ Այս ժամանակաշրջանի համար, երբ հիմա Դուբայի համար տուրիստական իդեալական սեզոն է, դա կարծում եմ բիզնեսի աջակցության համար ամենաճիշտ որոշումներից մեկն է։ Իսկ մաքսային պահեստավորման ժամկետը 30 օրից դարձնում են 90 օր։ Այնտեղ վիրտուալ պահեստներն են առանց մաքսատուրքի հադարձրել, բացի դրանից արվեստի գործերը, կրկնում եմ, արվեստի գործերը 3 տարով ազատել են հարկերից, 3 տարով։ Պետությունը այս դեպքում ներդրում է կատարում մարդկանց կյանքի որակը լավացնելու այս իրավիճակում, կրկնում եմ, այս իրավիճակում եւ աշխատատեղերի պահպանման հետ կապված։ Եվ եկեք չմոռանանք այն փաստը, որ ուղիղ 1 տարի առաջ ջրհեղեղ տեղի ունեցավ Դուբայում, իհարկե իրավիճակը լրիվ տարբեր էր, բայց համենայն դեպս ընդամենը օրեր հետո իրավիճակը ամբողջությամբ գլուխ բերեցին։ Եվ հարգելի բիզնեսի ներկայացուցիչներ, ես մեկ հարց ունեմ, ինչ է կարծում, եթե նման իրավիճակ տեղի ունենար այն պետությունը, որտեղ որ դուք բիզնես ունեք, կառուցած, իհարկե հատված մի արած է, բայց ինչ է կարծում, ինչ քայլեր կաներ պետությունը բիզնեսին աջակցություն ցույց տալու համար, կսպասեմ ձեր պատասխանը տեսնեմ կոմենտներում։